Ողջույն, Լվովյանից թեքվենք գայի պողոտա Սիգնալ տվեց ու գնաց ուրիշ ուղղությամբ Թեքվեցի Հովանեսյան փողոց, 4-րդ զանգված հիշում եք ստեղ ձախի վրա տոր կանգեղ այգին է կառուցվում ու են հերվում էլ են այրևում շինարարությունը ոնց որ թե այդ շինարարներն են հենց նվեր անում քաղաքին, իրանց հետ որ խոսացի տենց ասեցին չնայած երևի քաղաքապետարանն էլ ինչ-որ լումա ունի տենց լավ առիթով չենք հանդիպել հայեր, գնում եմ էլի Ջրվեժի տարածքային ադմինիստրացիա, թե ոնց էր կոչվում, հա Ճանապարհն չեմ հիշում, պետք է կանգնեմ ըստ նավիգատորը միացնեմ Լավ, նոյեմբերի 25-ն է, 11 աստիճան է ու 4-ին 5 է, ոնց էր բակաս Էս է այ Չէ, ստեղ ճանապարհը լավը չի երկը Այս լավ ծառերը որ կան աչի վրա Այդ են սիգարոն գործարանն է 300 մետրից հետո թեքվում ենք ձախ Թևոսյան փողոց Ահա, թեքվեցինք Թևոսյան Դենանք հետո որ կասի 600 մետրից էլ աչ պետք է թեքվենք Ես ջրվեժում ենք արդեն Հետաքրքիր Այլ ոնց որ չէ Այ Поверните направо. Եղավ Ստեղից, հա Թեքվենք աչ Այս ոնց որ Մելքոնյան փողոցներ, չէ Հա, Մելքոնյանն է Այստեղ գրած է Հա, Մելքոնյան Լուրջ առանձնատուն էր Ռեստորան էր, հա Այստեղ Աչ ասես թեքվենք Հետո ձախ Ես է ձախը До конца маршрута 100 метров. Ասանք Այն եկեղեցին է Հա, դե եկեղեցին, որ երևաց արդեն պրոբլեմ չկա Ահա, այն եկեղեցին Մեզ արդեն ծանոթ Այս էլ ադմինիստրատիվ պատմությունները
ջրվեժի համայնքապետարան։ Հատա ասացած սա գյուղ չի, սա Երևանի մեջ է ջրվեժը։ Ահա, գործը ավարտեցի ստեղ։ Հիմա մի հատ դեպի եկեղեցի, դե եկեղեցի չեմ մտնի են անգամ նրանք արդեն։ Ստեղ կանգնեցինք, չէ, են անգամ, բայց հետո ես ճանապարհով բարձրացանք, այնտեղ մի հատ հոյակապ տեսարան բացվեց է, որ հիմա, դա մշուշապատ ափսոս, այնց գեղեցիկ էր, ամենադեպս մի հատ կկանգնեմ հլը, տեսնեմ կարող այրևը, ինչ մշուշոտ է մարդ, այս խանութն էլ մտանք, ափսոս, այս լավ դաշտավայր էր ու սարեր, մի հատ էլ խփեցի, Через 200 метров поверните направо на 10-ю улицу. Ասացիք, բայց այդ 200 մետր հետո, դեր շուտ է, այստեղից ենք թեքվում, ասեց, են այրևացա, ոնց որ շիրակացին, ասեց, չէ, ես մեկն է, հեսա դեմ դիմաց, 10-րդ փողոց ասեց, Через 200 метров поверните налево, а затем поверните направо. Ահա, ընդեղից ձախ ու հետո նորից աչ, Поверните налево, а затем поверните направо. ասել շիրակացին մի հատ ցույց տամ, սենց, ինչքան որ մեքենայից հնարավոր է կանգնելը անիմաստ է, որտև իրանք ասում են նախորդ պետք է տնօրինության հետ համաձայնացնեք եւ այլն։ Սենց մի հատ ցույց տամ, որ համաձայնացնում ես, թույլ են տալի, մտնում ես, դե շիրակացի դպրոցը կարծում Через եմ 50 метров поверните налево. ասա, չեմ անջատեսրան հլը պատմում է ոնց գնամ։ Вы приехали. Да, приехали, спасибо։ Եկանք։ Ու շարունակենք։ Միկոյան փողոցն է, փաստորեն։ Ու թեքվում է, նորից Միկոյան է կոչվում։ Այս անդեղից կթեքվենք։ Ես անգամ իմիջալուց կարելի է կանգնել պարզել մի հատ այդ իզոկոմբինատը որտեղ էր ստեղ։ Всё-таки որտեղ ես հիշում եմ այս կողմերն էր։ Ես այն կողմից եկա, ես մեքենաները ստեղ կանգնած տեսա հիշեցի։ Ստեղ կռազերի պարկել կար, չէ, ինչ-որ միտեղ։ Ես հատվածում։ Դե Սովետի ինստիտուտներից, հիմնարկներից ոչ մի բան չի մնացել, բոլորը փոխվել են։ Կարծում եմ։ Իմ հարցերին պատասխանելու համար երևի հասակով մարդ է պետք։ Ստեղ ստամատոլոգիա
բնակելի շենքը մարդ չկա, մարդես ինչ դատարկությունա Հիմա այս աղջկան ես ինչ հարցնեմ ինչ է իմանալու իզոկոմբինատը որ նա Ամենայն դեպս հարցրեցի դե չգիտեր Այս մեկը ինչ-որ հիմնարկեր, ես մի աղսեղ գալիս էի, բայց չեմ իշում ինչ էր, անկեղծ ասեմ։ Ես կնոջը հարցրեցի մի քիչ ավելի տեղյակ էր, ուրեմն նախ իզոկոմբինատը ասես տենց կոնկրետ չգիտեմ, բայց տենց ինչ-որ նկարիչի արվեստանոց, դե արեստանոց, այդ վերևը կա պավարոտին, որ ես եկա, այդ կողմերը մի հատ կա, բայց դե ասեց իզոկոմբինատա թե ինչա չգիտեմ, մեկ էլ կրազերինն էլ ասեց այն կողմը դոմուս կա մի հատ, դե դոմուսը գիտենք, դրա կողքերն ասում է ինչ-որ այդ կրազի պարկը, ինչքան ես լսել եմ, դե Լավ, հələ որ կրազերը գնանք, ընդեղ կարող է մեկ է իմանա, եթե իզոկոմբինատը այդ վերևն է, կարող է շուր գամ մի հատ էլ վերև գնամ, որտև էլ ես համայնքապետարան հաստատ էլ չեմ գալու էլի։ Իզոկոմբինատը ստեղ չի եղել, մի հատ անիմաց կտա վերջը մարդ, Հա, ասեց այս ուղղությամբ, այս սպիտակ շենքը որ կա, այդտեղ կար, ինչ կար, հնությունների կոմիտեին պատկանող ինչ-որ տեղ էր, իսկ իզոկոմբինատը ասեց կոմիտասում գիտեմ, այդ ես էլ գիտեի ճիշտն ասած, ինձ թվում էր ստեղ ավելի մեծ մասն է, բայց ասեց, չէ, ստեղ չի եղել տենց բան, կրազերի պարկն էլ ասեց հենց դոմուսն է, Հիմա դոմուսի պահեսներն են այդտեղ։ Այս շենքը ու այն շենքը, որտեղ ես եղել եմ, բայց չի հիշում, ասեց այն մեկը կոնյեկտ էր կոչվում։ Ինչ էր արտադրում, ասեց չեմ անում, վայրենի գործարան էր ինչ-որ, ինչպես նաև սա։ Այստեղ այս կողմերը շատ էին տենց։ Եվ ասում ենք պաչտովի ящик։ Դել դոմուսի մոտ չեմ կանգնի, եթե դարել է իրանց պահեսները, նա կրազերի պարկից իզութոս չի մնացե պարզը, գնացինք։ Աստորեն հետաքրքիր է, Նիկոյան փողոցն ասա, չէ՞։ Ինքը մեջքի սուղությամբ գնում է ու թեքվում է դեպի Շիրակացի դպրոցը, էլի Նիկոյանա կոչվում, էլի, որտեղ Շիրակացի հեսա, այս ձախի վրա այս դոմուսն է, հա էլի ես էր կրազերի պարկը ճիշտ է, բայց իզոկոմբինատ ստեղ կար է, ես հիշում եմ բաները, սենց գիպսի մեծ բաներ էին, նույնիսկ քարի ցեխ ունեին, հա երևի հենց այդ քարի ցեխն էլ եկել եմ, բայց այդ մարդը լավ գիտեր տարածքը, ասես չէ եղել տենց բան, չգիտեմ իս ժողովությանս հետ ինչ անեմ, ես էլ մոտեցանք Խաչմերուկ Գալշոյան փողոցի հետ, հիմա ես թեքվեմ Գալշոյան, ես մասերից դուրս գանք, դեն վերևա այն ավտոբուսա, տրոլեյբուսա, որ թեքվեց, Էդ էլ Միկոյան ու տեղ բակերում հիշում եք Շիրակացի ցածր դասարաններն էին։ Ահա, ես էլ Գալշոյան։ Փողոց ես կամուրջ անցնենք։ Տակով ճանապարհ է գնում դեպի Ջրվեժ իմիջայլոց։
հետո Գառնի եւ այլն այդ ճանապարհով ենք։ Հիմա ստեղ ես այն անգամ ասեցի Գյուլի Կեղվյան փողոցն է, մերոնցից մեկը ասեց չէ, եկեք ես մի հատ կանգնեմ, ինձ ուղղակի հետաքրքիր է այդ ոչ թե Գյուլի Կեղվյանը, այլն հացի գործարանը կա, որ ես այն ծանր տարիներին մի գիշեր անց եմ կացրել։ Մենք այն կողմից եկանք, ուրեմն դա Գալշոյան փողոցն էր, չէ։ Հիմա նայեք ստեղ ոնց է։ Այստեղ սենց հրապարակի նման տեղ է։ Այս մեկը Գալշոյան փողոցն է։ Ամենահետաքրքիրը, որ ինքը այս էլ է Գյուլի Կեղվյան փողոց։ Ու այդ հացի գործարանը հենց այս ուղղությամբ էր։ Հիմա անցնեմ եմ այդ մի հատ ցույց տամ այս փողոցը։ Հեսա։ Հացի գործարանը ասեցին այ ընդեղ է եղել, այս շինությունը որ երևում է, դրանից էլ հետո, բայց գործարան համարը չի մնացել, մի փոքր ինչ որ փուռ է, մնացածը սաղ վարձակալության են տվել։ Հիմա չգիտեմ, գնամ, չգնամ։ Ես որտև այդ գործարանից էի լավ հիշում Գյուլի Կեղվյան փողոցը։ Դե մի գիշեր որ անցկացնես, ամեն ինչ կիմանաս։ Ես էլ իմացակ Գյուլի Կեղվյանի վրա եմ, գնում ես աչ ես թեքում, էլի Գյուլի Կեղվյան է։ Այնտեղ մի հատ են բարձրահարկ կառուցում։ Որոշեցի հայր, всё-таки հել մի հատ քշեմ էլի, հետաքրքիր է հենց այդ գործարանը։ Հանգակ, ինչ ասեցիր։ Ընկերս հետ էինք, Գագիկի մի գիշերը տեղ էինք։ Այսա թեքվեն Գյուլի Կեղվյանն է։ Հա, Մայակովսկի մոտ ոնց էր։ Но землю, с которой вдвоем голодал, нельзя забыть никогда. Ինչ անեմ թարգմանեմ։ Այն հողը, որտեղ դու սոված ես եղել, երբեք չես մոռանա։ Այն մարդը ճիշտն ասաց, ինչի եկա, հաստատ չգիտեր, ասեց, այնտեղ տեղում հարցրեք, էլի։ Հիմա ստեղ տեղում կճշտենք։ Այստեղ եկը կարող է իմանան մի բան, մի քիչ երիտասարդ են։ Հա, ասին այնտեղ է, քո սիրած հացի գործարանը, բայց ասեց հաց չեն թխում։ Տարածքը, ասեցի լավ մեծ տարածք էր, հա, ասմա տարածքը կա, կարաս մտնես հուշեր տարմացնես։ Այս սպիտակը հենց ստեղից սկսում է հացի գործարանը, այս է վառոտեքը, այն կամերան էլ մոտս չի հայր, որ այս մենակ iPhone-ն այսօր արագ դուս եկա ու մոռացա։ Դե լավ է, սա էլի, ես ինչ եմ հուշերի մեջ ընկել, գործարանը էլի հացի, չի աշխատում, բայց իրոք լավ մեծ տարածք էր, մեկ էլ հիշում եմ, որ ինչ-որ միտեղ ես Պարիսպից ծակ կար, այդ ծակից դուս եկանք, այդ մեշոկները գցեցինք, գնացինք, ոչմ ստեղ էր, դեպքի վայրը, չէ գնացի, ես էլ հարազատ գործարանի տարածքները, ես դիմացի մայտնն է, հն գնդակն էլ եկավ մոտը, գնացինք, հա, այս շենքերը շատ էին, հա, փունջ էր, 4 հատ հաշվեցի, չէ, 3 հատ, մեկը ուղղակի լենա,
Այ ոնց տուն հասանք այդ մեշոկներով չեմ հիշում։ Ես տա ոտով կարեի։ Գագոն չեմ հիշում։ Ահա, հիմա պետք է նորից թեքվենք, որ Գյուլիկ Եղվյանի վրա մնանք։ Թեքվեցինք, մնացինք Գյուլիկ Եղվյան փողոցի վրա։ Ու դե գնամ կենտրոն։ Անահիտը այսօր դասընկերուհիների հետ է հանդիպում մեր։ Ասեց արի մի հատ էլ դու երևա։ Ասեցի չեմ հասցնի։ Որտեվ նստեղ է, այդեղ կանգնել է, պրոբլեմա պետք է կեժա մենակ կանգնել տեղ մանգամ։ Գյուլիկ Եղվյանն է հաստատ։ Ստեղ ձախի վրա սաղ լրակառույցներ են։ Այս Գյուլիկ Եղվյան փողոցի վրայի բակ, այս է փողոցը, այս էլ լրակառույցները, տնում եք։ Նենց որ Գյուլիկ Եղվյան փողոցի վրա մի աչքով չնայեք։ Նրանք սովետական են։ Այս շենքերից մեկն է կարծում, այդ որ ասում էի ամենաբարձր կետն է։ Ոնց որ այս երկուսից մեկն է։ Կամ ձախը կամ աչը, ինձ թվում է։ Ահա, ավտոբուսը։ Ինձ թվում է ձախը все-таки։ Դե ես այն անգամ որ մտա, որը ես ցույց տվեցի, էլի։ Այս է մի հատ նորակառույց Գյուլիկ Եղվյանի վրա։ Շոշապատ է, թե չէ են եկեղեցու մոտի են շենքերն էլ պետք է որ ստեղ մի տեղից երևար։ Լավ, գնացինք։ Մի րոպե հայր, ես այս շենքի մոտով շատ եմ անցել մեքենայով։ Այնտեղ ներքևը ձախի վրա։ Ձախից Բադալ Մուրադյան փողոցն է գալի։ 5-րդ 6-րդ զանգվածից էլի։ Ու այդ ժամանակ այս շենքի տակով անցնում ենք միշտ։ Դե որ տենց հաճախ հանդիպող շենք է, եկեք գնանք մի հատ բակը Տենանք ոնց է։ Այս ներքևը վարձով է տրվում, որ շենքը հավանենք, եկանք կվարձակալենք, չէ։ Ես չէ իհարկե ներոցից մեկը։ Ահա, այսինց։ Այս պիրիլեքը չհասկացա, ստեղ ավարտվեց, ես էլ հեռվից նայեցի, մտածեցի դեպի այն կողմա շարունակվում շենքի շուրջը բակ կա, ես իմ ինչ կա, ոչ մանա չկա, հա, սենց աստիճաններ է դեպի Գյուլիկ Եղվյան, ահա, ես է, այնտեղով էի մեքենայով գնում, շենքի տակով, աստորեն, այնտեղ Են 5-րդ զանգվածն է երևում, բնականաբար, իսկ այս կողքը մի քիչ փոսնգած 6-րդ զանգվածի շենքերն են։ Հա, իմիջալոց ստեղ մի տեղ էլ այդ քանդված կամուրջն է, որտեղ է եղել չգիտեմ, այս կողմերն է գիտեմ, այս ափում, այսքան տեղը։ Հլը շենքը մի հատ այն կողմից գնանք, այ մարդուս վապշե բակ չունեն, թե համարում են ես իրանց բակն է, չէ, ես ինչ բակ, ստեղ կարան նստեն, զրիցեն իրար հետ,
Այն կողմը կարող է մի բան լինի։ Նկատում եք, չէ՞, մի քիչ շուտ սարքած շենքերը ոնց է ժողովուրդ ասում նախկինների ժամանակ առանձնապես հարմարություններ չունեն։ Չնայած երազը բացառություն է, իրանք երազը շուտ էին սկսել։ Բայց ասեմ են առաջի շենքերը որ սարքեցին, տենց լավը չէին, ոնց որ հետո սկսեցին սարքել։ Հա, հեսա տեղ կա մի հատ գնանք սենցել։ Այս կողքը սենց ինչ-որ բաղեր են, տերերը երևի ուրիշ տեղ են ապրում, ստեղ հող է եղել, եկել են մշակել են, հետո էլ երևի ձեռներից առել են, հա? Ես շենքերից մեկն է բարձրը, բարձր կետը, այս հրապարակը կհիշեք իհարկե, չէ? Հեսա մոտենամ հանգիստ կանգնած նկարեմ, ահա, այս հրապարակն է, այս սաղ փողոցներին վրա հույս չտնեք, դժվար թե կարանամ ասեմ, ինչ-որ Թևոսյան, Բադալ Մուրադյան, չգիտեմ ինչ մի խոսքով, այն մեկը ոնց որ Բադալ Մուրադյանն է անդերից գալի, Դավիթ Բեկն է այդ ուղղությամբ, բայց հետո դառնում է Բադալ Մուրադյան, չեմ անում որ րոպեից, այս մեկը չգիտեմ, սա բացառված չի նույնիսկ Գայի պողոտը արդեն կոչվի, Այդակին է, ստեղից որ նայեմ կարող է հասկանամ կամուրջը որտեղ է եղել, հələ մի րոպե մի քիչ էլ ընկում գնամ, այս ովքեր են ստեղ, սա ինչ-որ կապ է ունեցել, ստեղից լավ չեմ կարում հասկանամ ինչ եմ նկարում, Են անկյունում միտեղ շինանյութի խանութ էր, խանութ է, չէ, հիմա էլ է, որ անցնում էինք միշտ ասում էին այստեղ, ենտեղից որ նայես, կարող է գիտեք սա ինչ-որ մնացորդ է այդ, եթե տենց է ուրեմն այս հապից են հապ է եղել էլի, այս մասում, ես էլ ձորն է, Ձորեր իմիջայլոց ես կասկածում եմ, որ մասիվում տարբեր ձորեր կան, ասենք ոնց որ գետերը իրանց վտակներով, էլի, որտեղ մեկ-մեկ ինչ-որ ուղղությունները անհասկանալի է ալնում, ինձ համար, դև պրինցիպի, որ մտածես ձորը ինչ է, չէ, Երկուս սարա իրար կողք, մեջտեղը պարզած ձոր պետք է լինի, էլի, չէ, նա եթե 3 սարա, 2 ձոր կլինի, 4 սարա 3 ձոր կլինի, և այլն, լավ, գնացինք, ահա, Սալվի ջան, Ես նկարեցի, Google-ին հարցրեցի, ասեց, ըստ երևույթին կաշտանա, չգիտեմ խի պասիվնոյ, կաշտան պասիվնոյ, տենց որոշեց, ասեց, դե չգիտեմ Արմեն ջան, բայց դրան նման է, տերևները որ շատ, ասենց, կաշտան հայերեն ոնց է, շագանակ, հա, թե շականակ, շագանակաձև գեղց, չէ, խոսքով, լավ, հասկացանք իրար, էտ էլ Google-ով նայեցի, շագանակը ճիշտ էր,
Ստեղ էլ սենց վարդ էր աճում մենակ։ Ո, չէ, ընդեղ կան շատ։ Լավ էլ ընդեղ չեմ նկարի ես։ Լավներ, գեղեցիկ էր բոլը։ Ես էլ գյուլի կեղվյանն էր, չէ, ոնց էր։ Ստեղից թեքվենք Գայսկի պողոտա։ Այ են մեքենաները ձախից որ գալիս են։ Այդ մասը կարող է կոչվի Գայի պողոտա։ Ես էլ այդ անկյունային մի քիչ ես կոմ ընկավ այդ շինանյութ, որ ասում է այդ խանութը, որի հետևը կամուրջն էր, հա, փաստորեն քանդված։ Ու Գայսկիով գնացինք պողոտայով։ Ես արդեն 4-րդ զանգվածն է աչից։ Ընդեղ միտեղ մեր մանկական պոլիկլինիկան է արդեն ծնգել արեցի։ Դե ձախ կողմն էլ 3-րդ զանգվածն է։ Զարմանալի էր, բայց ստեղ էլ գործերս արեցի, որոշ գործեր կարես էլ մեր թաղապետարանն է։ Անայդ այդ խոսացի ինքը տաքսիով կգա տուն, վայնչ լավ էլ այդ խցանումները չեմ ընգնի, երիք չի գնամ, հետո հետ գամ, չէ, հլը հետն էլ ընդեղ մեր դասընկերուիներից, դե երևի պետք կլներ տանել, չէ, մի խոսքով, բայց հիմա ուրիշ մի հատ խնդիր է, սոված եմ ժողովուրդ, ինչ անեմ, պիցերիա գնամ, են տաշի ռնդեկա չէ մի հատ, հլը մի ռոպե, ստեղ Նելսոն Ստեփանյան փողոցը որտեղ է, անցել եմ, թե հլը Այն մեկն է, հլը մի ռոպե ժողովուրդ, ստեղ մի անգամ մի հատ հետաքրքիր բան տեսանք, չէ, ուտելու տեղ, երկար աշխատում են, չէ, անսպասելի, հա, են էր, Նելսոն Ստեփանյան ընդեղ է, ու են էլ այդ ուտելու տեղն է, իչոր գովացին իրանց, ասեցին, լամաջու ունենք, ես ունենք, են ունենք, հլը գնանք էլի, Ափսոս ուրիշ կամերա չունեմ, ձեզ չեմ կարա ցույց տամ։ Լավ կփորձեմ մի քիչ։ Համենայնդեպս գները կարելի է։ Գայի պողոտան, ընդեղ միտեղ ինքը Գայը կանգնած է, չի երևում ստեղից է, ոնց որ Ես մասերը քաչ ծանոթ ենք, ամենակարևորը ես եմ քաչ ծանոթ, սաղ մորանում եմ մեկել, ես Մերսեդեսի, ես Սաֆարյան փողոցն է, ընդեղ որ թեքվեք, ես Մեգամոլի տարածքներն են երևում, դե ընդեղ միտեղ շուկան է, ես էլ ինքը Մեգամոլը, Ես ավտոբուսն էլ դուրս եկավ կակրաս Նելսոն Ստեփանյան փողոցից, գնացինք, կանես նա ժամից ինչ-որ կորցրել եմ ժամի զգացումը, ես ստորգետնյա իհարկե չեմ մտնի, ես մի փոքր փողոցա կանցնենք, ես տիկինը սովետական ժամանակներից է կարծում եմ, ես հասա Նելսոն Ստեփանյան, ստեղ կհիշեք,
Այս թաղապետարանի շարունակությունն է։ Զաքսն է ստեղ միտեղ։ Հիմա անցնենք դիմացի մայթ։ Այ հեսա շուտով կմոտ միանամ ես ժողովրդին, կուտեմ, ձեզ էլ ինչ կարամ ինվորմացիա կտամ, դուք էլ իմանաք լավ տեղա, վատ տեղա, ոնց է, ինչ է, ինչոց է, ասնե կարամ անցնեմ։ Մտա երեք հատ ոնց որ լավն է հետ էլ գիլիկ է Լամաջուն ընտիրեր հիմա կասեք դու ինչ ուտում ես հավանում ես մեզ անայետի կարծիքն է հետաքրքիր դե չկա անայետը ինչ անեմ շատ լավն էր Ուրեմն ես 3 հատ վերցրեցի, մի հատը ասեց 200 դրամ է։ Ես ասեցի մի հատ ինձ թուղթ տվեք, որ գինը գրած լինի։ Ասում եմ մենք տենց մենյու քանի որ չունենք, տենց թուղթեր չունենք։ Կարամ չեկը տամ։ Ասի չեկի մեջ ինչ ոչ ման չի երևում։ Ասում այնտեղ վերջնական գինն է։ Մի խոսքով։ Ուրեմն 3 հատ լամաջո վերցրեցի։ Մի հատը 200 դրամ, այդ 600 դրամ ու այդ փոքր կիլիկյաներ 500 դրամ ուղիղ 1100 դրամ առանց ոչ մի հավելյալ գումարի եւ այլն դե մատուցող չկար էլի սենց հայր ջան շատ լավ կերա շատ գոհ եմ այսպես Նելսոն Ստեփանյան փողոց ու Գայի պողոտայի անկյուն այնտեղ Զաքսն է, Զաքսից հետո կարաք մտնեք Հաչապուրի էլ կար դե գարեջուր կար, օղի չկար 7 աստիճան է, ահագին ցրտեց բայց գիտեք, հետաքրքիր է մի հատ ուզում եմ Էլ եփեմ ես այս ժամին, չէ, մասիվում ելնելու։ Կարող է հիշեք ես հետևը ստեղ միտեղ։ Թե հեռու է ժողովուրդ, կարող է սխալ բան ասեցի։ Վերածնունդի այգի կար, չէ, որ այգին պատրաստ էր, բայց բացում հասեցին դեռ չի եղել։ Հենց հետաքրքրեց, երեկոյան ինչ տեսք ունի այդ այգին։ Եկեք հլը այդ ուղղությամբ գնամ։ Այս թաղապետարանը, ես էլ իմ սիրած հատվածը, Գայի պողոտայի, ներվեք ինչ, խորհրդավոր, լավ է էլի, չէ։ Կարելի է կալենդարի նկար։ Կներեք, օրացույցի նկար, այսպես նկար։ Օրացույցը շարունակվում է, հələ չեմ հասել, այս երեխեն խյալ անցել։ Երեխեքի դարդերը, երեխեքի ուրախությունն էլ է ուրիշ, դարդերն էլ են ուրիշ։ Դե ուրիշը որն է, էլի մերն է, նույն ձևի, բայց ավելի բնական էլի։ Մեծ մարդուց փողոցում չեր իրան կոտորի կզսպեր էլի, չէ։
Սր կանգարը ենել մեր Հայկ Բժշկյանը Ես լարերը իհարկե փիս համահանում են չէ բայց եղևնիները ցենտրը Սարեցի ժողովուրդ, գոնե շատրվանը չաշխատի, հա չէ, շատրվանը չի աշխատում, էդ լավ է, այս սրճարանում էր են անգամ, որ 5-6 հոգով ակտ էին գրում, իմիջալոց նկատում եք սրճարանը, դե արդեն դրսի սեղանները չկան, բայց Ոնց որ պապլավոկում ասեցին են մատուցողները եթե սրճարանը դուրսը սեղաններ ունի ու տանիք չկա սեղանների վրա ծխել կարելի է տանիք չկա ես ինչ այս կլոր բաները տանիք չեն սա ուղղակի մի խոսքով լավ տղաներ չէին Շատրվանն ու գայի արձան անդեղ մնացին, ճանապարհը չնկարեցի, որտեղ Անահիտը զանգ տվեց, ասեց հանգիստ տեղի, տաքսին արդեն պատվիրել եմ, մի կես ժամից տանը կլնեմ, ինձ մնաց կես ժամ սառել, հիմա կզարմանաք, չէ, մեր բանալի չունեմ, ահա, Ժողովուրդ, եկանք հասանք վերածննդի այգի, հա, լավ էլ լուսավորած է, գնանք մի հատ մուտքը գտնենք, այս կողմը մուտք կար, ու են կենտրոնական ծառուղին էր իրանց այս կողմից, ես էլ էլի դեպի գայի արձան, այսինքն աչ մայթը, ստեղ սենց պատմություն է, ստեղ էլ են լիքը լույսեր, եսիմ ինչեր, ստեղ իհարկե լավ կլներ են կենտրոնում կհիշեք շատրվան կար սովետից մնացած այդ շատրվանը վերականգնեին էլի գեղեցիկ էր չէ հիմա չէ ցուրտ է հիմա չի շոքին հեսա մի քիչ առաջ գնամ հույսով եմ կերևա այդ շատրվանը հա ստեսենց իրավիճակը, հա, կաբինեքով, բանով, ուտել խմելու տեղերը, բայց ստեղ էլ է երևի ցուրտ մարդ չի երևում ուր է այդ շատրվանով ծառուղին մի հատ ցույց տամ որտև մուտքին հասա ես ձախ կողմից արդեն Հա, հենա, մի թեթե վերևում է Երսի մի բան հասկացակ Ստեղ սենց ես երկանքով շատրվաներ են գնում մինչև թաղապետարան հասնում է համարը Այսինքն ես ցույց տամ իջնեմ այդտեղ տենց էլ հետ գնամ էլի մեքենայի մոտ չէ Ինչ եմ ինձ տանջում պատմելով ես էլ Ներսոն Ստեփանյան էր փողոցը, հա, այդ փողոցի վրայի նորակառույցն է, որտեղ մերոնցից մեկն էլ բնակարան է առել, էս էլ վերածննդի այգին։ Հեսա մայթը անցնեմ, մի հատ էլ ընդեղից կալենդարի համար կադր նկարեմ ու իջնենք գնանք շատրվանների մոտով էս ներքևի մեջքի սողությամբ։ Ահա, կալենդարի համար իհարկե չի գնա, ընդեղ հիշում եք մի հատ հուշարձան կար, կարգին չեմ հիշում հուշարձանը, ինչի մասին էր ինչ էր, բայց այս մասերը այդ նախկին օբյեկտներից
Չգիտեմ խի որպես հուշ թե ինչ թողել են չեն վերացրել։ Ասի ինչ է փնթի ինչ որ լսնի նայեք։ Այգին սարքում էին էսք են թողել։ Լավ, շատ խիստ չդատենք, որտեվ բացումը դեռ չի եղել։ Հələ թող փորձեն բացումից հետո սենց մնա։ Всё, ես գնամ ընդեղից իջնեմ, այն շատրվանների մոտով, գնամ մեքենայիս մոտ ու մեր տակ տունը։ Տեսեք ինչ լավ աստեղ աստիճաններ կան նախատեսած, հանգիստ իջնեմ։ Այստեղ երաժշտություն էլ կա, ամեն ինչ կա բացի մարդկանցից։ Այս շատրվանների մասին է խոսքը, հուսով եմ հիշում եք։ Ընդեղ էլ Դաղապետարանի պատմություններն են։ Ստեղից էլ այդ երաժշտությունն է գալի, որ չի թողում հանգիստ նկարեմ։ Դիմացն էլ սենց պատմություն է, սա ճաշարանի տիպի բան է։ Լանչ չեմ անում ինչ էր կոչվում։ Դե սա բնական է, որ այս ժամին մարդ չկա։ Ճաշարան է էլի մի խոսքով։ Ոչ վատ որակի պետք է որտեվ քաղաքում շատ տեղերում կան, էս ինչ հուկայի է։ Էս այդ ռումն է, էս էլ իմ ճանապարհը։ Հա, էս ուղղակի ռում չէր, բլեք ռում էր։ Լավ է 4 հոգի կան նստած։ Այս սարերն է նայեք, հատկապես այս աջ կողմինը, այս գեղեցիկ իրան ձևավորել է, չէ, ներքևի մասում, ստեղ կհիշեք երևի ես դուրը որ կա, խմբակներ են տարբեր, դաշնամուր, գիտար, նկարչություն և այլն, դեր նկարել եմ շատ։ Այս կողքերը նախկին թաղապետների կիսանդրիներն են, մեկը ստեղ է, մեկը ընդեղ, բայց քանի որ չեն լուսավորել, ոչինչ չեմ կարա ասեմ։ Գիտեմ մեկը անունը Դավիթ էր, երիտասարդ, մյուսը Սաֆարյանն էր։ Սաֆարյան էր, չէ՞ ոնց որ սովետի վաղտ, սովետական շրջանի թաղապետ չէր այն վաղտ, ռայսովետ էր, ռայկոմ էր, յոսիմ ինչ էր։ Ես էլ խմբակիստները, խմբակներից դուրս են գալի։ Այստեղ եղևնիներ շատ գեղեցիկ, բան չմնաց, հա, հասա, ընդեղ գայի պողոտան, են ցենտր հատվածով, ես ուզում է ինձ կցի տակը, այստեղ ուժեղ իրար անցում է, սաղ մեքենաները կշում են դուրս են գալի, ուզում է այստեղ հրաժեշտ այ, բայց ոնց որ թե հարմար չի։ Խանգարեմ մեքենաներին են մեգամոլն է, լավ ոչինչ, մեքենայի մեջից հրաժեշտ կտանք, չեք նեղանա, չէ։ Ահա, գայի պողոտա, հասա Լվովյան, Լվովյան այդ խաչմերուկն է, հեսա լույսը տա, գնացինք։ Հիմա մինչև ես iPhone-ից նկարածը գցեմ iPad-ի մեջ, որ մոնտաժ անեմ,
Տարեկին ժամանակը Անահիտը սաղ կհասցնի պատմի, ինչ արեցին, ոնց արեցին, ինչ խոսացին, դե մեկը Կանադայից է, մեկը Ամերիկայում է մնում, դե գիտեք էլի ոնց է, ոնց որ սաղ հայ ժողովուրդը Ես էլ մեր չինարները Այստեղ շատ թեքիչ լույս է, եկեք հրաժեշտում լավ մնաք հայր ջան միշտ առողջ և խաղաղ երկինք